Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի սրահներից մեկում ցուցադրվում են Հառիջի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութեր, ազգագրական արժեքավոր առարկաներ։ Հնագիտական նյութերի արժեքը այս պահին մեզ համար շատ կարևոր է։ Մենք որոշեցինք, որ հենց եվրոպական օրերի շրջանակում այդ ցուցահանդեսը բացել։ Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել հնագիտական նյութերից սկսած, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակով, մինչև 19-րդ դարի վերջ նմուշներով, այնտեղ հնագիտական առարկաներ, նիզակ, կավամաններ եւ այլն, եւ ընդհանուր մինչև 19-րդ դար արծաթյա գոտիներ, շատ գեղեցիկ տղամարդու կնոջ, նաեւ Մյուս սրահում Կոմիտասի երգերն են հնչում Կոմիտաս երգչախմբի կատարմամբ։ Այդ երաժշտությունն անմիջական կապ ունի Հառիջի հետ։ Պատմամշակութային, այսպես ժառանգությունից զատ, որոնք նյութական, այսպես շոշափելի նյութական են, նաև Հառիջի հետ կապված այսպես բանալի անուններ ունենք, եւ դրանցից մեկը հենց Կոմիտասի անունն է, ըստ մեզ հասած տեղեկությունների Կոմիտասը վարակվել է ճահճատենդով եւ իր ժամանակակից էլի խոշոր լեզվաբան արմատներով հառիջեցի Երվանդ Տեր-Մինասյանը նրան հրավիրում է Հառիջ, այսպես վստահեցնելով, որ Հառիջի մաքուր եւ բուժիչ օդը հաստատ կօգնի իրեն։ Կոմիտասն ընդունում է հրավերը։ Ժամանակի ընթացքում լեռնային մաքուր օդը ոչ միայն բարելավում է նրա առողջությունը, այլև դառնում է ստեղծագործական ներշնչման նոր աղբյուր։ Հենց այստեղ Հառիջավանքում են ծնվում նրա բազմաթիվ ստեղծագործություններ, ու Հառիջավանքում էլ Կոմիտասը ստեղծում է իր առաջին երգչախումբը։ Այսօր Հառիջը կրկին հանրային ուշադրության կենտրոնում է որպես պատմության ու մշակույթի կենդանի վկա։ Հառիջավանքը ժամանակին եղել է Հայաստանի առանցքային հոգևոր ու կրթական կենտրոններից մեկը։ Հառիջավանքի հետ է կապված նաև եղել հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։ 1887-ից 89 թվականներին նա այստեղ է սովորել։ Հնագետ Թելման Խաչատրյանը տարիներ շարունակ պեղումներ է կատարել Վանքի ու գյուղի տարածքում։ Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ պեղումները բացահայտել են Հառիջի եւ շրջակայքի հազարամյա պատմությունը։ Եվ ինչն է հետաքրքիր, որ Հառիջում պեղված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Կոր Արաքսյան, Ուշ Բրոնզեդարյան, վաղ երկաթեդերյան ժամանակաշրջանի հրաշալի նյութեր, այդ նյութերի զգալի մասը հիմա պատմության թանգարանում են։ Բացվել են սրբարաններ, որտեղ օձի պատկեր կա, որտեղ գորտի արձանիկ կա։ Այսինքն հնագույն ժամանակներից Հառիջը պաշտամունքային կարևոր տարածք է եղել, եւ դա ստաց 3-րդ հազարամյակից մեր թվականությունից առաջ։ Ինչ վերաբերում է Արտեկի դամբարանադաշտին, որի նյութերի մի մասը նաև այստեղ ցուցադրվում են, ապա այն եզակի է նրանով, որ սա Հայաստանի միակ դամբարանադաշտն է, որը կատակոմբային թաղումներ ունի, այսինքն թաղումներ, որոնք փորված են տուֆի մեջ։ Հառիջավանքի խորհրդավոր անցյալի մասին նաև ավանդազրույցներն են վկայում։ Պատմում են, որ երբ սելջուկներն հարձակվում են, գյուղացիները պատասպարվում են վանքի ներսում։ Թշնամին այնուամենայնիվ կարողանում է ներխուժել վանք, սակայն ներսում ոչ ոք չի լինում։ Ավանդազրույցն ասում է, որ մարդիկ աղավնիներ են դարձել ու դուրս թռել վանքի պատուհաններից։ Իրականում, սակայն, վանքը գաղտնուղիներ է ունեցել, որոնցով էլ կարողացել են հեռանալ հառիջեցիները։ Այսինքն շատ կարևոր հանգամանք ենք տեսնում։ Ունենք բնակատեղի, որը սկսած բանեթե 3-րդ հազարամյակից մեր թվականությունից առաջ մինչև 18-րդ դար հարատևել է։ Այսինքն մենք այս հողի տերերն ենք, այստեղ բնակվողներն ենք, Հառիջում ապրողները նախորդների ժառանգներն են եւ այդ մշակույթի կրողներն ու փոխանցողներն են։ Այս առումով շատ հետաքրքիր, որովհետեւ մեր այսպես ոչ բայրացական հարևանները երբեմն խոսում են, որ մենք հին քաղաքներ, բնակավայրեր չունենք, Հառիջի փոքրիկ օրինակը սա ցույց է տալիս։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն ասում են, իրենց նպատակը Հառիջավանքի դերի վերաարժևորումն է, որպես հայկական ազգային ինքնության, պատմական հիշողության եւ մշակութային շարունակականության պահպանման կարևոր օղակի։ Յուրաքանչյուր նման մի ցուցադրություն մեկ անգամ եւս գալիս է ցույց տալու եւ համոզելու թերահավատ մեր հարևաններին, որ մի կողմ թողեք այդ մասնավոր խոսակցությունները, եկեք զբաղվենք պատմամշակութային ժառանգության հանրահռչակելու գործով եւ ոչ թե ինչ որ մեկից ինչ որ բան փախցնելով։ Հառիջի պատմամշակութային ժառանգությունը խորագրով ցուցահանդեսը Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանում բաց կլինի մինչև տարեվերջ։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։